Խնդրեմ բոլորդ ոտքի աղոտքի համար։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո, Եղիցին կամք քո որպես հերկինս եւ հերկրի։ Ըսած մեր հանապազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտաբանած։ Եվ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն, ըստ գործս ձեռած մերոց, ուղիղ արայի մեզ Տեր, եւ ըստ գործս ձեռած մերոց, հաջողյա մեզ ամեն։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, այս պահին պատիվ ունեմ փոխանցելու ազգիս վեհափառ հայրապետի նորին սուրբ օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությունները եւ ջերմագին ողջույնները հայ հեղափոխական դաշնակցության 135 ամյակի նվիրված այս հանդիսության բոլոր ներկաներիդ եւ ընդհանրապես աշխարհասփյուռ բոլոր նրանց եւ աշխարհասփյուռ բոլոր նրանց, ովքեր ուրախությամբ, հպարտությամբ եւ իրական եղբայրական սիրով նշում են այս հոբելյանը եւ ուրախանում մեր ազգի հետ միասին։ 135 ամյակ հոբելյան։ Կարծում եմ, որ նման ճամփա անցնելուց հետո ամեն տարին էլ հոբելյան է։ Թվի կլոր կամ ոչ, հոբելինական լինելու կամ ոչ հարցը չէ։ Հոբելյան, երբ մենք ասում ենք, ուրեմն մենք այդ նշում ենք յուրահատուկ ուրախությամբ եւ յուրահատուկ վերաբերմունքով։ Եվ երբ նայում ենք այս անցնող 135 տարիներին, կարծես թե շարժապատկերի պես մեր աչքի առջև անցնում է մեր ժողովրդի պատմությունն ու կյանքը։ Լինել չլինելու պահերը։ Կորուստների եւ հաղթանակների ժամանակները։ Եվ այսօր էլ շարունակվում է այդ շարժապատկերը առաջ գնալ։ 135 տարիներ տեսիլքով միավորված։ Այն տեսիլքով, որ մեր ժողովրդի ազատության, ինքնիշխանության եւ ազգային ինքնության գագաթին էր գնում։ Եվ մենք գոհունակությամբ հիշում ենք եւ ուզում ենք հիշատակել այդ ճանապարհի մեջ հայ հեղափոխական դաշնակցության կարևոր դերը։ Մի առաքելություն, որը սկսվել է 19-րդ դարի վերջին, այնուհետև անցել է ամբողջ դժվարին 20-րդ դարը եւ այսօր 21-րդ դարի առաջին քառորդին էլ իր առաքելության կարիքը ունենք։ Ես անձնապես իմ կողմից երբևէ առիթը չեմ բաց թողնում խոսելիս
հայ հեղափոխական դաշնակցության կյանքի կենսագրության նրա արասների մասին, հիշատակելու հատկապես կարևոր մի առաքելություն մեր մատաղ սերունդների հայ ազգային ոգով ինքնությունը պահպանելու և հայրենիքը պաշտպանելու անկոտրուն ոգու դաստիարակության գործում։ Ինքս իմ որպես հոգևորական առաքելության ընթացքին շատ եմ շփվել երիտասարդաց միություններին, որոնց առաջնորդում և ուղղորդում է հայ հեղափոխական դաշնակցությունը։ Անուրանալի է նաև այս կուսակցության կարևոր դերը հայոց ցեղասպանության ճանաչման գործում տարբեր երկրների, տարբեր ազգերի կողմից։ Եվ այսօր էլ ցավոք դեռևս կան պայքարի առաջնագծեր, և որտեղ վստահ ենք, որ ինչպես միշտ առաջնայինը եղել է մնայունը, այլ ոչ թե գնայունը, դրանով առաջնորդված պիտի գնան դեպի ազգի նորանոր հաղթանակների։ Թող Տիրոջ օգնականությունը մշտապես լինի մեր ազգին, թող Տիրոջ լույսը մշտապես լուսավորի մեր ժողովրդի կյանքի ճանապարհը, և Տիրոջ օրհնությամբ ապրենք խաղաղ, բարոր և որպես հայ պաշտպանելով մեր սեփական պատմությունը, մեր ինքնությունը, մեր ով լինելը և աշխարհը մշտապես իմանա, որ հայը եղել է, կա ու կլինի։ Ամեն։